Կարլեն, շնորհավորում եմ հաղթանակի կապակցությամբ, առաջնության առաջին հաղթանակներ, որքանով էր կարևոր ձեզ համար եւ ինչ կասես ընդհանուր խաղի մասին։ Շնորհակալություն շնորհավորանքների համար, մեր համար շատ կարևոր հանդիպում էր, պետք էր այս 3 խաղից հետո մեզ շատ էր անհրաժեշտ հաղթանակը եւ մենք հասանք դրան։ Այսօր դարձար գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ, կարծես թե վերադառնում է գոլային հոտառությունդ, ինչ կասես քո անձնական արդյունավետության մասին, թիմի հաղթանակից զատ։ Շատ ուրախ եմ, որ իմ գոլով գոլային փոխանցմամբ կարողացա թիմին օգնել եւ կշարունակենք նույն ձև։ Այսօր հանդիպումից հետո ասուլիսի ժամանակ գովեստի խոսքեր հնչեցրեց գլխավոր մարզիչը քո անձի նկատմամբ, որքանով է քեզ կարևոր ու ինչ ես դու զգում վստահությունը թիմի եւ հատկապես գլխավոր մարզչի կողմից։ Իմ համար շատ ուրախալի է, շատ կարևոր է, որ վստահություն ունեմ մեր մարզչի կողմից եւ նույն ձև շարունակելու եմ, հուսամ մեծ արդյունքների կհասնեմ։ Թիմում շատ բարձր է մրցակցությունը, բայց այսօր նաև տեսանք, որ հանդիպումը Փյունիկը ավարտեց 8 հայ ֆուտբոլիստ խաղադաշտում ունենալով։ Ինչ կասես մրցակցության մասին թիմում, գլխավոր մարզիչը նշեց, որ ուղղակի րոպեներ չենք նվիրում ֆուտբոլիստներին, ինչ կասես ինձ կոնկրետ թիմու մեկնարկային կազմի տեղ գտնելու համար։ Այո, ասեմ, որ շատ ուրախ եմ, որ հայերը շատանում են խաղադաշտում, որովհետև դա մեր հայկական ֆուտբոլի համար էլ է մեծ պլյուս ու ինչպես նշել է Արտակոսյանը, ոչ մի րոպե հենց այդպես չի տրվել։ Եվ առաջիկա հանդիպումը արտագնա Սարդարապատի դեմ, որը լավ մեկնարկ ունի, 2 խաղ, 2 հաղթանակ, ինչպես է թիմը եւ դու ինչպես ես պատրաստվում առաջիկա խաղին։ Մարտական ենք պատրաստվում, նոր է բարձրացել բարձրագույն կլուբ Սարդարապատը, բայց տեսնում ենք, որ շատ լավ թիմ է, էլի նույնպես հայերով պատրաստվելու ենք, որ հաղթենք վստահ։ Շնորհակալություն։ Yes.